Շողեր ջան, խնդրում եմ պատմեք ձեր պատմությունը։ Մեզ շատ հետաքրքիր է ինչպես եղավ, երբանից եք նախ առաջին հերթին, երբանից եք դուք հետևում մեր հաղորդումներին եւ ինչ տվեց այն ձեզ։ Արդյոք երբևիցե դիմել եք Սուրբ Սրբոց երկնային Տեր տիրուհիներին որևիցե օգնության համար։ Խնդրեմ պատմեք։ Կարող եմ ասել, որ դա հրաշք տեղի ունեցավ, երբ որ ձեր առաջի հաղորդումը լսելուց հետո ես ծանոթացա այդ տեղեկությունը, իմացա տիեզերքի մասին ու միանգամից դիմեցի տիրուհիներին, առաջի անգամ սխալվել էի, այսինքի տեղը, այսինի աստղիկ էի ասում եւ լրիվ ուրիշ բաներ տեղի ունենում, որից հետո դիմելով ձեզ ես այդ խորհուրդը իմանցա ճիշտ ու շարունակեցի ճիշտ դիմել իրենց ու ինձ հետ հրաշք տեղի ունեցավ, մինչ օրս ես հիացած եմ ու կյանքիս մեջ մեծ փոփոխություններ եմ զգում, աուրաս լրիվ փոխվել է ինձ մոտ, դեպի դրական կողմն եմ գնում։ Մի փոքր պատմեք այդ հրաշքի մասին, ինչ տեղի ունեցավ, երբ դուք դիմեցիք իրոք փոխեցիք անունը աստղիկի եւ դիմեցիք Սուրբ Սրբոց երկնային Տեր տիրուհիներին։ Երբ որ դիմեցի երկնային Տեր տիրուհիներին, տեղի ունեցավ տեսիլք Անահիտան եւ Արտեմիսը, թե ինչպես ինձ հետ կապ հաստատեցին իրենք ու այդ ժամանակ ինձ մաքրեցին, օծեցին մեռոնով, որից հետո էլ մաքրեցին, որպեսզի ես լսեի, որ հատուկ Անահիտան դիմեց, որ արդյոք մաքրեցին ինձ ու ես այդ օրվանից մինչև օրս ես ինձ շատ լավ դրական եմ զգում ու շատ պայծառ եմ զգում։ Այո, խորհուրդ կտամ բոլորին դիմեն երկնային Տեր տիրուհիների օգնությանը։ Ես հավելեմ մի փոքր, որ այդ ընթացքում մենք ծանոթացանք նաև մի նոր բառի, այո, ինչպես դու ասացիր, խնդրեմ ասա այդ բառը։ Բանը մաքուրո բառը, այո։ Եվ մենք պարզեցինք, որ դա այն պարագայում է օգտագործվում եւ մյուրոնով օծվում է մարդը եւ մարմնով ֆիզիկապես եւ աուրայով այն լիարժեք մաքրում է մարդուն այդ բառը։ Ու իրոք ես զգում եմ այդ մաքրությունը, իմ մոտ կյանքում դժվարություններ կար, հիմա հաղթահարված է այդ դժվարությունները ու ես լրիվ փոխվել եմ։ Ես զարմանում եմ, որ ոնց եմ դիմանում, կան բաներ, որ իմ մոտ դժվար է, բայց ես հաղթահարելով անցնում եմ, ժպիտով, ծիծաղելով, շատ լավ եմ զգում ներկա պահին ու քանի որ ունեմ Տեր տիրուհիներ։ Միշտ եք դիմում նրանց։ Այո, ամեն զույգ ժամի ձեր խորհրդով շարունակում եմ դիմել իրենց ու իրոք ինձ հետ հրաշք է տեղի ունենում։ Եվ ես ձգտում եմ ապրեմ հավիտյան, ձգտում եմ դրան ու կհասնեմ դրան, ինձ թվում է, երբ որ այդ իհարկե կհասնեք։ Ու բացի դա, այդ տեսիլքները, որ ես ամեն իրենց դիմելուց, ես տեսիլքներ եմ տեսնում, միայն դա չի եղել հանդիպումը։ Լինում է պահ, որ ինձ բացատրում են, լինում են պահ, որ առավոտյան թեկուզ իրենց դիմելուց ես զգում եմ այդ մեծ փոփոխությունը։ Այո։ Մինչ օրս էլ հավատում եմ ու դիմելու եմ։ Հրաշք է դա։ Ընտանիքում միայն դուք եք դիմում։ Ոչ, ամուսինս նույնպես, ամուսինս հիացած զարմացած է, եղել է պահ, ինքը շատ ծանր տաքության մեջ, ես դիմում եմ երկնային Տեր տիրուհիներին եւ այդ օգնությունը ինձ հասնում է։ Նույն պահին, մի ժամ հետո ինքը տաքություն է իջնում, ինքը ոտի է կանգնում ու ինքը այդ օրվանից հավատքի մեջ մտավ, որ իրոք գոյություն ունեն Տեր տիրուհիներ, որին ճիշտ պետքա դիմեն։ Բոլորը եթե ճիշտ դիմեն, կշահեն։ Ես խորհուրդս կտամ բոլորին։ Շնորհակալություն։